Հայաստանում մոտոցիկլետ վարելու համար անհրաժեշտ է ունենալ A կարգի վարորդական վկայական և համարանիշ, որոնք կարող է ձեռք բերել յուրաքանչյուր 18 տարին լրացած քաղաքացի։ Եթե ունեք վարորդական վկայական և ցանկանում եք մոտոցիկլետ վարելու համար ավելացնել նաև A կարգ, դիմեք ցանկացած հաշվառման քննական ստորաբաժանում, այս դեպքում կհանձնեք միայն գործնական քննություն։ Գործնական քննությունը բաղկացած է մոտոցիկլետների համար 7 վարժություններից։ Վարժությունների մեջ ընդգրկված են սկսել երթևեկությունը տեղից շարժելը, կատարել ուղղագծային երթևեկություն, անցնել ցածր փոխանցումից բարձր փոխանցում կամ բարձրից ցածրին հակառակը, կատարել շրջադարձ եւ հետադարձ առանց ոտքերը հանելու ոտնակից եւ ղեկավարել մոտոցիկլը մեկ ձեռքով, որից հետո կանգնեցնել մոտոցիկլետը։ Պարտադիր է նաև, որ մոտոցիկլետը լինի հաշվառված և ունենա համարանիշ։ Այն պետք է փակցվի մոտոցիկլետի հետևի հատվածում ու լինի տեսանելի։ Համարանիշը ձեռք բերելու համար նույնպես պետք է դիմել հաշվառման քննական ստորաբաժանում։ Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանումներում գրանցվում եւ հաշվառվում են 50 սանտիմետր եւ ավելի ծավալով շարժիչ կամ 3 կիլովատից ավելի զորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող, ինչպես նաև 50 կմ/ժ եւ ավելի առավելագույն արագություն զարգացնող մոտոտրանսպորտային միջոցները։ Քաղաքացին մոտոտրանսպորտային միջոց գրանցելու եւ հաշվառելու համար հաշվառման ստորաբաժանումը ներկայացնում տվյալ տրանսպորտային միջոցը, ինչպես նաև դրա ձեռքբերման օրինականություն հավաստող փաստաթուղթը ներկայացնում, տվյալ տրանսպորտային միջոցին համարանիշ հատկացնելու համար ներկայացնում նաև տվյալ փաստը հավաստող վճարումների փաստ հավաստող համապատասխան փաստաթուղթ։ Եթե ունեք A կարգի վարորդական վկայական և մոտոցիկլետի համարանիշ, ապա շնորհավորում ենք, դուք արդեն երթևեկության լիարժեք մասնակից եք։ Ղեկին պետք է լինել չափազանց զգոն և ուշադիր, բոլորին է հայտնի, մոտոցիկլետով վթարը ամենավտանգավորն է։ 2015 թվականին մոտոցիկլետով տեղի է ունեցել 55 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 մարդ զոհվել է, 60-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս տարվա 5 ամիսներին արձանագրվել է 18 պատահար, վիրավորվել է 19 քաղաքացի։ Պարտադիր պայման է, որպեսզի նրանք երթևեկության մեջ ընթացքի ժամանակ պարտադիր ունենան կոչված սաղավարտ։ Կարևոր է նաև, որ մոտոցիկլետի համարանիշը լինի ընթեռնելի։ Երթևեկության ընթացքում մենք շահաճախակի հանդիպում ենք այնպիսի մոտոցիկլների, որոնց հաշվառման համարանիշը տեղադրված է անվաթևի տակի մասում։ Մոտոցիկլավարների պնդմամբ իբր դա տվյալ տրանսպորտային միջոցի մոտոցիկլի սահմանված տեղն է, բայց ես ուզում եմ հիշեցնել յուրաքանչյուրին, որ հաշվառման համարանիշը պետք է լինի ընթեռնելի եւ պետք է տեղադրված լինի այնպիսի դիրքով, որպեսզի յուրաքանչյուր անձ կարողանա դա կարդա մոտոցիկլի հաշվառման համարանիշը, ինչպես նաեւ տեսախցիկներին լինի ընթեռնելի։ Երեկոյան կամ գիշերվա ժամերին շատերս լսած կլինենք մոտոցիկլետների բարձր հռնդոց։ Պետք է գիտակցել, որ մեր կողքին ապրում են հիվանդ ծեր մարդիկ, փոքր երեխաներ, որոնց մեղմ ասած դուր չի գա այդ աղմուկը։ Շատերին թվում է, թե եթե մոտոցիկլը պետք է բարձր ձայնով երթևեկության մեջ նա երթևեկի։ Պետք է նրանք պարտադիր երթևեկեն գործարանային արտադրության խլացուցիչներով, իսկ ինչը վերաբերում է վերասարքավորելուն, ապա դա չի թույլատրվում օրենքով։ Անդառնալի կորուստներից ու վնասներից խուսափելու համար ճանապարհային ոստիկանությունը դիմում է մոտոցիկլետների վարորդներին։ Օգտվելով առիթից ուզում եմ կոչ անել մոտոցիկլավարներին, որպեսզի նրանք որպես երթևեկության լիարժեք մասնակիցներ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկեն եւ տեղափոխեն միայն սաղավարտով կոչված վիճակում քաղաքացիների